խորագիրը նախընտրական Հայաստան։ Ամեն ինչ ասված է։ Ոնց կարա գժվում է։ Բայց այս աստիճան։ Լավ բարեկամ նախկինում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանում մի անգամ որ դեպք եղավ գնացին բորշ լցրեցին Ուկրաինայի դեսպանատան պատին, չգիտես ինչի որոշել էին, որ իրանց համար Ուկրաինան է մեղավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար հետ մրցում են, ուղղակի բորշը։ Այդ էր էլ տարե բորշը լցրել, այսինքն այդ մարդիկ ռուսամետ մարդիկ, ընդ որում Հայաստանի հետ չէր կապված էլի, այդ ռուսական թեմայի մեջ էր, պրոռուսական դեպքեր էին։ Իրանք փաստորեն այդ միջոցառումով ճանաչեցին, որ բորշը ուկրաինական է, որտեվ տենց որ տա, բայց պարոն Ավտոպանը շատ լավ էր ասում, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օրենքը չխախտելով անի այն ինչ որ ուզում է, դու հիմա եթե մարդ ուզում է խայտարակը լինի, թող լինի, մարդիկ ինքնաարտահայտման խնդիր ունեն, քաղաքական պայքարը ցավոք սրտի մեզ մոտ բավական երկար ժամանակ գտնվում էր ինչ-որ նախածանձնյան վիճակում, շատ երկար, շատ ավելի երկար, քան դա կարող էր եւ պետք է լիներ, չնայած կան երկրներ, որում չէ մենակ չի դուրս եկել։ Խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուր քաղաքական շարժում այսպես թե այնպես խնդիր ունի կողմնակիցներ հավաքելու եւ հայտարարելու իր մասին։ Մարդ կա տենց է բանան, որ ասենք, չգիտեմ, սկանդալ պետք է լինի, մարդկա պետքա շատ աղմկոտ բան պետքա լինի, անի, որպեսզի իր վրա ուշադրություն դարձնի, որտեղ բան չունի ասել։ Եթե բան չունես ասելու ծրագրային առումով, ինչ պետք է ասես։ Պետք է ասես, որ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը սատանա է։ Կամ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի սատանան դուք եք։ Դրանով է զբաղված են։ Այդ զանգվածը, որը կա, որը դրան հավատում է, որը այդ entertain-ը անում, որը դրանից հաճույք է ստանում։ Նույն զանգվածն է, որը ժամանակին վատ սերիալներ էր նայում Հայաստանի տարբեր ալիքներով։ Նրանք ասում են գողավազակ ես, այդ մյուսներն էլ են ասում գողավազակը դուք։ Այսինքն, չկա որ, տեսեք, նույն բանն է, մոդուլով նույնն է։ Այսինքն, սա ասում է գողավազակ ես, սա ասում է գողավազակ ես։ Ես ուզում եմ հիշեմ, չնայած քաղաքական աստար կարգին հաղորդման մեջ հայտնի բան է, որ ասում է լիրբ փչացած, բանը ֆիզկուլտն է գալիս, ասում է աղջիկ ջան կռիվ մի արեք երկուսն է ճիշտ է։ Հիմա հարցը ես դրանում է, համ նրանք է ճիշտ, որովհետև քաղաքական շարժումը ցավոք սրտի իրենց բանում, իրենց այս ժամանակահատվածում, որը կարելի է սկսել Ջարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին իսկ կեղծած ընտրություններից 95 թվականից մինչև հիմա։ Իրանք նույնն են։ Այստեղ գիտեք կարելի է ուղղակի բան անել։ Այսօր ընկերս շատ հետաքրքիր մի հատ նյութ ուղարկեց հին։ Սովետական միության ժամանակ գնացքով Ղազախստանում գնում եմ մի հատ թատրոն։ Ժվանեցկին է պատմում, ասում է թատրոն է, գնում ենք Ալմատա։ Բաների, գաստրոլների Սովետն է, ասում է 70-ականների վերջն է։ Ասում է կանգնած նա ինքն է, տիպ կարծիքն է, բան հայտնի դեմքեր ու իրանց հետ նշանակած KGB-ի համապատասխան սպայական անձնակազմում։ Ասում է կանգնած ենք տամբուրում, նայում ենք, ասում է կարծիքը sense ֆորում։ Գնդապետին ասում է տեսնում ես Տափաստանը, տեսնում Տափաստանն է, սա Ղազախստանն է։ Ասում է այս sense էր երկիրը ցարի ժամանակ։ Դե 70 թիվն է, բան չի փոխվել, նույն Տափաստանն է։ Հիմա հարցը նրանում է, որ իրականում այդ 30%-ի համար կռիվանողները, ովքեր իրար անվանում են գողավազակ։ Այդ ինչ 30% է։ Այդ բնակչության 30%-ն է հարցումներով դուրս եկող, որոնք որ կամ Փաշինյանի կողմնորոշվածներն են։ Չէ, դա ընդհակառակ, դա կուր կողմնորոշվածներն են դեպի կամ Փաշինյան կամ բան պրոռուսական ուժեր, նո տանց իսկ չկողմնորոշվածները չկողմնորոշվածները մնալ 65%-ը նրանք են, այ հույսները ինչի է այս ամեն ինչը հիմա աշխատում եւ ինչու են իրանք իրականում Գյումրի ընտրությունների ժամանակ ԿՊ-ի ներկայացուցիչը Սարիկը շատ կարևոր բան ասեց, ինքն էլ չնկատեց։ Այդ իրականում ես չի խորհրդել, դա Արմենն Հովհաննիսն դրանով զբաղվում։ Ինքը մանարից ինձ թվում է ձեր եթերում էլ ասի։ Ինքը մնաց ասեց
այդ ընտրություններից հետո պարտված ԿՊ-ի ասաց, դե շատ մարդ եկավ ընտրությունների, դրա համար մենք չկրեցինք։ Դա իրանց ռազմավարությունն է, այդ իրանց քաղաքականությունն է, պետք է զզվացնեն, պետք է ընտրությունները սարքեն շատ կեղտոտ բան, որ մարդիկ չուզենան գնալ ընտրությունների։ Ընտրությունները Եվ ապակողնորոշ են հասկորեն, չէ, ընտրությունները չեն կեղծելու, չեն կեղծելու, բարձր կգնա ինչ-որ մասը ընտրությունների, միևնույնն է գնալու են ինչ-որ կերպ արտահայտվեն, բայց խնդիրը նրանում է, որ իրանք ուզում են ընտրություններին են ֆլորը են աստարը տան, որ ինքը շատ զզվելի կեղտոտ բան է, որ այդ փչացած ամենասարսափելին է, որ ասում են գնաց չգնաց, հիմա էդ է։ Արդյունք լինելու այնպիսին, ինչպիսին Հայաստանում դա միշտ մեծ է, այդ աբսենտիստների թիվը միշտ մեծ է։ Չեմ գնում, որովհետև իմ ձայնը չի որոշվում։ Ես վերջերս հայտնվել է վախենում եմ, որ իմ ձայնը մի հատ ուրիշի կգնա, դրա համար չեմ գնում։ Մի պահ բաներ, տենց կեղծ բան էին մցրել այն Սերժի վերջի տարիները, բանը որ տիպը գնացեք ընտրությունների նույնիսկ բան դրեք, որտեղ այն ժամանակ ցածր ներկայացություններ վատ, դուք կարող եք որում չհավաքվել նորմալ առումով, այսինքն այստեղ խնդիրը որն է, շատ կոնկրետ կամա թե ակամա, իրանք այդ խնդիրը, իրանք փորձում են փչացնել ընտրությունների ամբողջ իմաստը, սարքեն այդ բաները այլանդակ, ինչ-որ սենց փողոցային շատ ցածր մակարդակի ինչ-որ տենց բառակռվի տեղ, որ մարդ զզվի ուղղակի իրանցից ընտրությունների չգնա։ Սա ամենավատն է, ինչա պետք անել իրական։ Հիմա չեմ ասում, որ մեմ սարքողները բան են, տենց, բայց իրանց ստրատեգիան ամենաճիշտն է։ Այսինքն պետք է հասկանալ սրա, մենք մասին վաղուց ենք ասում։ Գոյություն ունի մի մեծ զանգված քաղաքական կուսակցությունների, շարժումների եւ դեմքերի, որոնք Հայաստանում այս կամ այն կերպ գործում էին մինչև 22 թվականի փետրվարի 24։ Այ բոլորը ովքեր այդ ժամանակվա դրությամբ գործում էին, իրանք բոլորը պետք է անտեսվեն։ Այդ թվում չներվայնացնեն, որ լսում եք իրենց չներվայնանաք, իրենց ասացին ուշադրություն չդարձնեք, իրենց չհավատաք, ոչ մի բան չանեք։ Որովհետև եթե դուք փետրվարի 24-ից Հայաստանի քաղաքական դաշտում մնացել եք, պարլամենտական ընդդիմություն, քաղաքական բան եւ որևէ կերպ չեք արտահայտել ձեր դիրքորոշումը այնց որ ասենք մենք ձեզ չանաչենք։ Բացի ինչա փակագծեր կա մարդ լինի չհասկանա ինչ փետրվարի 24-ից։ Տեսեք, դա Ուկրաինայի դեմ պատերազմի սկիզբն է, երկրորդ փուլի այսպես ասած, ուժեղացված։ Դրանից առաջ բարձր Արցախի 44 օրյա պատերազմն էր։ Դա արդեն շրջափակումն էր Արցախի։ Արդեն ամենաբան փուլում էր։ 22-ին փետրվարի կնքվեց ռազմավարական պայմանագիր Ալիևի եւ Պուտինի միջև։ Այսինքն Պուտինը հերթական անգամ Հայաստանը ծախեց։ Այս ընթացքում ովքեր որ եղել են քաղաքական, ես հիշեցնեմ 22 թվականի մարտի 17-ին էր, 18-ին էր ինչ էր, թե այդ կողմերը Քոչարյանը մարդկանց դուրս հանեց։ Հիշում եք, որ ասֆալտի վրա մաշվում էին։ Մինչև մայիս են որ վրաններ էին դրել Ֆրանսիայի հրապարակում են որ փակել էին երթևեկությունը վերջում ամեն վրանում թե մի հոգի կար թե մի հոգի չկար, այդքան սպառվեցին, մաշվեցին ասֆալտի վրա։ Այսինքն այդ սաղ շարժումը տենց էր էլի։ Իրանք էդ էին անում։ Իրանք այդ մարդիկ էին, ովքեր ինձ սպառնում էին, որ հեսա Ռուսաստանը մտնելու է Կիև 3 օրում, քեզ ֆանալի ստոլբի վրա կախենք։ Այսինքն ես ինչ ես խոսում, Ռուսաստանը գիտես ինչ է բանսած։ Մյուս կողմից, ասենք 21 թվականի ընտրություններից հետո լրիվ հասկանալով Նիկոլ Փաշինյանը նշանակում է Ռուսաստանի գործակալների որպես նախարարներ, այդ թվում պաշտպանության։ Հասկանում եք, այդ նույն մասսան է։ Մարդիկ ազգային ժողովում նստած գիտեն, որ Ռուսաստանի գործակալի են նշանակում իրանց կուսակցության առաջնորդը, ինքը վարչապետը, նույն, որ գրած էր Նիկոլ, ինքը տենց էր ընտրվում։ Նիկոլը Ռուսաստանի գործակալի դնում է բանակի հրամանատար Ռուսաստանը, որը ծախել է քեզ։ Ամեն ինչ նորմալ է։ Հետո ասում է, որ դրել եմ, դե հատուկ եմ դրել, որ հատուկ ես դրել ուրիշ երկրի գործակալի պաշտպանության նախարար, բայց քեզ ոնց վերաբերվեն։